Ժառանգություն կուսակցությունն այսօր չմասնակցեց քաղաքական ուժերի միասնական շտաբի աշխատանքներին, նիստին ներկա էին միայն ՀԱԿ-ը, Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցությունը, թե ինչու Ժառանգությունը բոյկոտեց շտաբի աշխատանքները, կուսակցության խոսնակ Հովսեփ Խորշուրդյանն Ազատություն ռադիոկայանին փոխանցեց, որ ուժի մեջ է մեկ շաբաթ առաջ հրապարակված պաշտոնական հայտարարությունը, համաձայն որի Ժառանգությունը կմասնակցի աշխատանքներին, եթե շտաբի ստեղծման մասին հիմնական փաստաթուղթը ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը։ Ժառանգությունը նաև պահանջում է, որպեսզի փաստաթղթում ամրագրվեն նախընտրական փուլում ընտրակաշառք բաժանելու, անձնագրեր հավաքագրելու, քվեներ ստանալու դիմաց բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին դրույթները։ Այսպիսով կարելի է արձանագրել, որ քաղաքական ուժերի միասնական շտաբի աշխատանքներին Ժառանգությունը չի մասնակցի, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները։ Ես համարում եմ, որ այն հարցերը, որ Ժառանգությունը բարձրացնում էր նախորդ նիստին, ամբողջությամբ լուծված են, քաղաքական ուժերի ղեկավարները շատ հստակ արտահայտել են իրենց համաձայնությունը, լիազոր ներկայացուցիչների լիազոր լինելու հանգամանքը փաստել են, եւ ես կարծում եմ, այդտեղ որևէ մեկը իրավունք չունի կասկածանքի տակ դնել այդ քաղաքական ուժերի մոտեցումների եւ անկեղծության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Ուստի ես գտնում եմ, որ բացարձակապես որևէ պատճառ չեմ տեսնում տրամաբանական իրենց չմասնակցելու առումով։ Իսկական ազատարարություն անցկացնելու ցանկության շտաբի մաս կազմել, ովքեր որ շտաբում չկան, իմ մոտ անգերդ ասած որոշ կասկածներ կան, որ արդյոք նրանց մոտ իրոք ցանկություն կա ազատարարություններ անցկացնել։ Չնայած որ Ժառանգությունը բոյկոտում է շտաբի աշխատանքները, քաղաքական մյուս երեք ուժերը Դաշնակցությունը, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այսօր ներկայացրեցին միասնական շտաբում իրենց ներկայացուցիչներին։ ՀԱԿ-ը ներկայացնի Ստեփան Մինասյանը, ԲՀԿ-ն պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Դաշնակցությունը Սպարտակ Սեյրանյանը։ Իդեպ քաղաքական ուժերն այսօր անդրադարձան թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ թեկնածուների նկատմամբ իրականացվող բռնություններին։ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն առաջարկեց շտաբին հանդես գալ հայտարարությամբ եւ պահանջներով։ Առաջարկը պաշտպանեց նաեւ դաշնակցական Արմեն Ռուստամյանը։